Բարի ուշ երեկո։ Այսօր խոսելու եմ այն մասին, թե ինչպես Հայաստանը սուբյեկտից վերածվեց օբյեկտի, ուժեղ Հայաստան դաշինք եւ ընդդիմադիր դիրքավորված ուժերի, ինչպես նաեւ իշխանության գործունեության մասին եւ գոյաբանական վտանգը հաղթահարելու ճանապարհի մասին։ Հաշվի առնելով այն, որ թեմաները բավականին ծավալ ունեն, այսօր կարճ, ամփոփ կներկայացնեմ, հետագայում արդեն անհրաժեշտության դեպքում ըստ թեմայի ավելի կմանրամասնեմ։ Սկսեմ նրանից, որ վերջին շրջանում տեղի ունեցավ մի իրադարձություն, խոսքը Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն էր եւ հաստատման դնելը Սենետում, ինչը բավականին ցայտուն կերպով ցույց տվեց Հայաստանի օբյեկտ լինելը։ Տեսեք, երբ տեղի ունենում որևէ իրադարձություն, որը մեզ համար ունի շատ լուրջ կարևորություն, խոսքը Հայոց ցեղասպանության հարցի մասին է, ապա Հայաստանը չի կարող մերժել այդ իրադարձության գոյությունը։ Նախ եկեք ֆիքսենք մի բան, որ յուրաքանչյուր երկիր, որը ընդունում է Հայոց ցեղասպանությունը կամ մեկ այլ հարց, որը վերաբերում է ուրիշ երկրի, բնականաբար պետք է առաջին հերթին առաջնորդվի իր շահերից ելնելով։ Այսինքն չկա մի երկիր, որը առաջնորդվում է մեկ այլ երկրի շահերով եւ նա յուրաքանչյուր հարց բարձրաձայնում է, ընդունում է այն ժամանակ, երբ հարմար է հենց իրեն։ Այսինքն այն քննադատությունները, թե ինչու է Իսրայելը հենց այս պահին հիշել այդ մասին, անտեղի են, քանի որ միանգամայն տրամաբանական է, որ Իսրայելը կամ առհասարակ յուրաքանչյուր այլ երկիր հիշում է ինչ-որ մի հարց այն ժամանակ, երբ իրեն է պետք։ Սակայն այստեղ ինչն է կարևոր, որ մենք փոխարենը հասկանանք իրավիճակը, փորձենք գնահատել արդյոք դա մեզ համար կարող է լինել հնարավորություն, մենք միանգամից մերժում ենք։ Տեսեք, Հայոց ցեղասպանության հարցը դա այնպիսի հարց է, որ 100-ամյակներ էլ անցնի, այն բաց է այնքան ժամանակ, քանի այդ հարցը լուծում չի ստացել, այսինքն այնքան ժամանակ, մինչդեռ Թուրքիան չի ընդունել եւ ներում չի հայցել։ Հակառակ պարագայում մենք ուղղակի կնշանակի, որ ուրանում ենք Հայոց ցեղասպանությունը։ Սա իհարկե չի նշանակում, որ մենք պետք է Թուրքիայի հետ հարաբերություններ չհաստատենք, բնականաբար ոչ, պետք է հաստատենք, դա շատ կարևոր է, բայց միևնույն ժամանակ մենք դա չպետք է եւ չենք կարող անել Հայոց ցեղասպանության հարցը ուրանալու գնով։ Սա շատ կարևոր է։ Հաջորդը, երբ մենք որևէ պետության համարում ենք մեզ թշնամի, այս դեպքում օրինակ Իսրայելին, քանի որ երկար ժամանակ կար պատկերացումներ այն մասին, որ հիմա էլ կա իդեպ, որ Իսրայելը Հայաստանին թշնամական պետություն է, սակայն յուրաքանչյուր պահ կարող է իրավիճակ փոխվել եւ յուրաքանչյուր պահ կարող է աշխարհաքաղաքական իրավիճակները այնպես զարգանալ, որ օրինակ Հայաստանի եւ Իսրայելի շահերը ինչ որ կետում համընկնեն։ Շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք դա արձանագրել եւ օգտագործել, այլ ոչ թե միանգամից մերժել։ Տեսեք, գուցե այս պահին այդքան հավանական չի թվում եւ իրագործելն էլ շատ բարդ է, հաշվի առնելով նաեւ այն քաղաքական վիճակը, ինչպես նաեւ դիվանագիտական կառույցների վիճակը, որը մենք ունենք, սակայն առհասարակ, եթե պետությունը դիրքավորվում է որպես սուբյեկտ, շատ կարևոր է, որ այդ հնարավորությունները նա ֆիքսի եւ փորձի դրանցից օգտվել։ Հիմա եկեք հասկանանք, թե օրինակ Հայաստանի իշխանությունը ինչն էր վախենում կորցնել, որ այդպես ագրեսիվ կերպով արձագանքեց Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության հարցը ընդունելուն, ինչն էր վախենում կորցնել օրինակ խաղաղությունը, նախ փորձենք հասկանալ մենք այսօր ինչ ունենք, մենք ունենք խաղաղություն, այո մենք չունենք կրակոցներ սահմանին, բայց գիտեք այն ինչ մենք այսօր ունենք, դա կոչվում է մաշեցնող խաղաղություն, ինչ է նշանակում մաշեցնող խաղաղությունը, տեսեք, դա ի տարբերություն պատերազմի, այսինքն երբ ամեն օր կրակում են, մաշեցնող խաղաղությունը այն է, երբ դու գտնվում ես հանգիստ վիճակում, քեզ թվում է, թե պատերազմ չկա, բայց իրականում այլ հարթություններում մղվում է շատ լուրջ եւ շատ ավելի խորքային պատերազմ քո ինքնության դեմ, ինչը բերելու է անխուսափելիորեն քո վերջնական ոչնչացման։ Դուք ինքներդ ձեզ հարց տվեք, ինչու օրինակ մենք, մեր մասին չեմ խոսում, ընդդիմությունը, իշխանությունը, հա, որտեղ նույն ընդդիմությունն էլ վախենում են Արցախի մասին անգամ խոսելուց։ Շատ լավ, հասկանում եմ, որ Արցախը ճանաչվել է Ադրբեջանի կազմում, հա, այսինքն տարածքային առումով, իրավական առումով հասկանում եմ, բայց որևէ մեկը չի կարող չէ հերքել, որ Արցախը մշակութային եւ պատմական առումով հայկական է։
Կան դրա մասին վկայող բազմաթիվ փաստեր, սակայն մարդիկ իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչները վախենում են խոսել այդ ամենից։ Երբ մենք համաձայնվում ենք մոռանալ, որ Արցախը հայկական է, երբ մենք հրաժարվում ենք մեր պատմությունից, հրաժարվում ենք այն ամենից, ինչը մեզ համար կարևոր էր եւ թանկ, մերժում ենք անգամ հայոց ցեղասպանության հարցը, այսինքն վախենում ենք խոսել այդ թեմայից, եւ երբ որևէ պետություն ճանաչում է, ապա վախվորած գնում ենք մի կողմ եւ ասում ենք՝ «Վայ, չէ, այդ հարցից մի խոսեք»։ Սա ամենևին չի խոսում խաղաղության գործընթացի մասին։ Սա վկայում է մաշեցնող խաղաղության մասին, որի արդյունքում մենք ինչ-որ մի պահ ուղղակի մերժելու ենք մեր ինքնությունը եւ ազգից վերածվենք ինչ-որ մի ցեղախմբի, որը պետություն ունենալու որևէ անհրաժեշտություն չի ունենա։ Սա իհարկե չի նշանակում, որ պետությունը կդադարի գոյություն ունենալ իրավական առումով։ Այո, կարող է լինել պետություն այս տարածքում, կարող է այն կոչվել Հայաստան, բայց այն այլևս չի լինի հայկական։ Սա տեղի է ունենալու քայլ առ քայլ մաշեցնող խաղաղության արդյունքում։ Գուցե դուք բերեք հակափաստարկներ, թե այլընտրանք չկա, սա միակ տարբերակն է, դա այդպես չէ։ Հարգելիներս, եթե մենք ունենանք ցանկություն, ապա այլընտրանքներ միշտ կան։ Մենք ուղղակի պետք է կարողանանք օբյեկտից վերջապես վերածվել սուբյեկտի։ Ես հիմա դիմում եմ բոլոր հայերին, անկախ իրենց քաղաքական, կրոնական եւ այլ տարբերություններից։ Եթե մենք մնանք այս վիճակում, որում որ հիմա ենք, այսինքն մերժենք մեր ինքնությունը, շարունակենք մերժել մեր ինքնությունը, ապա ինչ-որ պահի մենք կորցնելու ենք հայկական պետությունը։ Սա վտանգ է յուրաքանչյուր հայի անվտանգության համար։ Ես հասկանում եմ, որ գուցե մարդիկ շատ չեն խորանում, չեն ուզում կամ չեն ժամանակ չունեն, որպեսզի տրամադրեն, որ հասկանան, թե ինչ կապ ունի պետության գոյությունը իրենց անձի անվտանգության հետ։ Այդ մասին ես առանձին եթերով մանրամասն կներկայացնեմ, բայց հավատացեք, որ յուրաքանչյուր հայի համար անչափ կարևոր է, անվտանգության խնդիր է հայկական պետության գոյությունը։ Անկախ նրանից դուք օլիգարխ եք, դուք փող չունեք, Հայաստանում տուն ունեք, չունեք, ապրում եք Ամերիկայի Միացյալ Նահանգներում, թե Ֆրանսիայում, հայկական պետության գոյությունը ձեր անվտանգության ամենամեծ երաշխիքն է, ձեր անձնական անվտանգության։ Այս պահին, երբ մենք գտնվում ենք մաշեցնող խաղաղության փուլում, մեզ ամենօրյա կտրվածքով փորձում են համոզել, որ այլընտրանք չկա։ Այլընտրանք միշտ կա, այլընտրանքներ միշտ կան, առավել եւս ներկայից ամեն օր փոխվող աշխարհում։ Սակայն, որpիսի մենք կարողանանք այդ այլընտրանքները օգտագործել, շատ կարևոր է, որ մենք լինենք միասնական։ Հենց սա է պատճառը, որ ես ասում եմ, այս պահին այլևս էական չէ։ Դուք Նիկոլական եք, Քոչարյանական եք, Սերժական եք, որ թևից ուզում եք լինել։ Սա որևէ կերպ նշանակություն չունի։ Այսօր կարող է լինել ընդամենը երկու բաժանում հայ ազգի ներկայացուցիչների պարագայում։ Կամ դուք հայ եք, ով ուզում է այս պետությունը գոյություն ունենալ, կամ դուք հայ եք, ով կամ չի ուզում, կամ իրեն միևնույն է այս պետությունը կլինի, թե չի լինի։ Այս երկու բաժանումը կարող է լինել միայն, ուրիշ բաժանումներ չեն կարող լինել։ Տեսեք, մենք նաև պատերազմը պարտվեցինք հենց պառակտված լինելու պատճառով։ Եթե մի փոքր մտածեք եւ վերլուծեք, կհասկանաք, որ եթե մենք այդ պառակտված վիճակում չլինեինք, շատ դժվար կլիներ մեզ նման ստորացուցիչ պարտության մատնել։ Ես դիմում եմ հիմա բոլոր այն բլոգերներին, լրագրողներին, ինֆլուենսերներին, ովքեր ունեն հետևորդներ եւ եթերներ են անում քաղաքական, հասարակական թեմաներով։ Հարգելիներս, դադարեք պառակտել հայ ազգի ներկայացուցիչներին։ Նիկոլականներ, Քոչարյանականներ, Տաշիրականներ էական չէ, այս պահին դա այլևս էական չէ։ Հավատացեք, մենք պառակտման արդյունքում հասանք մի վիճակի, երբ արդեն փորձում են ջնջել մեր պատմական հիշողությունը եւ ինքնությունը։ Սա շատ վտանգավոր կետ է եւ գուցե այսօր դուք շատ չեք խորանում այս հարցի մասին, բայց տարիներ անց դուք ձեզ մեղադրելու եք, որ առանց գիտակցելու գուցե սպասարկել եք թշնամական օրակարգ։ Ես ինքս էլ եմ ժամանակին այդ սխալը արել, ես երբեք չեմ վախենում կամ քաշվում խոստովանելուց, որ ինչ որ հարցում ես սխալ եմ եղել, սակայն այսօր ես շատ լավ հասկանում եմ, որ պառակտման շնորհիվ
մեզ հասցրեցին այս վիճակին։ Հետևաբար կոչ եմ անում, որ ձեր եթերներում խուսափեք պիտակավորել մարդկանց, անկախ իրենց քաղաքական կողմնորոշումներից, անկախ ամեն ինչից։ Մարդը հայ է։ Եթե դուք դիմում եք հայերին, ապա հավելյալ պառակտումներ մի մտցրեք, ինչը շատ վտանգավոր է այս պահին։ Դուրս եկեք նաև այն ֆանտազիաներից, որ Ռուսաստանի Դաշնությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Եմեն, ինչ-որ մեկ այլ երկիր մեզ օգնելու է, հովանավորելու է, ինչ-որ հարցերում մեր կողքին է կանգնելու, հավատացեք, որ մեր գոյությունը, մեր լինել չլինելը հետաքրքիր է բացառապես մեզ, միայն հայերին։ Այսինքն Հայաստան պետությունը կլինի, այդտեղ հայեր կապրեն, ոնց կապրեն, աղքատ կլինեն, հարուստ կլինեն, կդառնան փախստական, թե ինչ կլինեն, դա որևէ մեկին չի հետաքրքրում բացի հայերից։ Հիշեք նաև արցախահայությանը վերջին թարմ դեպքը եւ վերջապես հասկացեք, որ մեր խնդիրները, մեր լինել չլինելը բացի մեզանից ուրիշ որևէ մեկին հետաքրքիր չէ։ Հիմա ուժեղ Հայաստանի, Հայաստան դաշինքի եւ այն ուժերի մասին, ովքեր դիրքավորված են ընդդիմադիր դաշտում։ Նրանց նույնպես պետք է տալ այս մեկ հարցը. հայ են, ովքեր ուզում են, որ Հայաստան պետությունը լինի, թե հայ են, ում միևնույն է։ Եթե նրանք հայեր են, ովքեր ուզում են, որ Հայաստան պետությունը լինի, ապա պետք է գիտակցեն, որ իրենք պետք է դառնան համազգային միասնության փազլի մի մասնիկը։ Նրանք չպետք է փողի շուրջ փորձեն համախմբել մարդկանց, այլ հակառակը, պետք է փողը ներդնեն այդ համազգային միասնության նպատակների իրագործման համար։ Եթե նույն Սամվել Կարապետյանը փողի շուրջ համախմբում է մարդկանց, նպատակ ունենալով դառնալ Հայաստանի Հանրապետության վարչապետ, սա արդեն խոսում է այն մասին, որ այս մարդը երկրորդ խմբում է, այսինքն հայ է, ում այդքան էլ հետաքրքիր չի Հայաստանը կլինի, թե չի լինի։ Բայց եթե նույն Սամվել Կարապետյանը պատրաստ է գումար ներդնել ազգային նպատակի, միասնական նպատակի իրագործման համար, չակնկալելով որևէ պաշտոն, որևէ անձնական շահ, այլ զուտ ազգային նպատակի իրագործման համար, ապա մենք կարող ենք համարել, որ նա հայրենասեր է եւ այո, հայ է, ում հետաքրքիր է Հայաստան պետության գոյությունը։ Նույնը վերաբերում է նաև Ռոբերտ Քոչարյանին եւ մնացած բոլոր այն ուժերին, ովքեր այսօր դիրքավորված են ընդդիմադիր դաշտում։ Տեսեք, շատ կարևոր է, որ այդ ուժերը հասկանան, որ ոչ թե իրենց շուրջ պետք է համախմբում լինի, որևէ ուժի շուրջ այսօր չի կարող համախմբում լինել այլևս։ Այսօր կարող է լինել համախմբում բացառապես ազգային օրակարգի շուրջ եւ յուրաքանչյուր ուժ, յուրաքանչյուր անձ, այսպես ասած, անկախ նրանից, թե ինչքան փող ունի, պետք է գիտակցի, որ ինքը այդ միասնության ընդամենը մի մասնիկն է։ Այս պահի դրությամբ մենք ունենք չբեր ընդդիմություն, այսինքն ընդդիմություն, որը ինչ-որ գործողություններ է անում, բայց դրանք որևէ արդյունք չեն տալիս, եւ այս ընդդիմությունը արդեն պետք է հասկանար, որ չի կարողանում ստեղծել այդ համազգային օրակարգը, ինչի շուրջ կհամախմբեր մարդկանց։ Հետևաբար պետք է կայացնի որոշում, արդյոք ինքը պատրաստ է լինել այդ միասնական օրակարգի փազլի մասնիկը, թե շարունակում է իր անձնական շահերը եւ ամբիցիաները առաջ մղել։ Ինչ վերաբերում է մանդատները վերցնել չվերցնելու հարցին, գիտեք, նույն ուժեղ Հայաստանը կամ Հայաստան դաշինքը կարող են ինչ-որ մի նոր արդարացում հորինել, ցույց տալու համար պայքարի իմիտացիա, օրինակ կարող են հայտարարել, որ մանդատները վերցնելու են, բայց չեն երթվելու, աշխատավարձ չեն վերցնելու, փորձելով այդ կերպ ցույց տալ, թե իրենց իրական նպատակը իշխանափոխություն անելն է։ Կարող են շատ տարբեր արդարացումներ հորինել, փորձել պայքարի իմիտացիաներ ստեղծել, բայց այսօր մենք կարող ենք արձանագրել, որ ոչ ուժեղ Հայաստանը, ոչ Հայաստան դաշինքը, ոչ որևէ այլ ընդդիմադիր ուժ չկարողացավ ձևավորել այն համազգային հայկական օրակարգը, որի շուրջ կհամախմբվեին մարդիկ։ Ինչը նշանակում է, որ այս ուժերը պետք է վերջապես կայացնեն որոշում, որ իրենք պետք է դառնան այն օրակարգի մասնիկը, որը կձևավորվի։ Այլապես նրանք իշխանության հետ հավասար կկիսեն այն պատասխանատվությունը, որն առաջացել է Հայաստանը սուբյեկտից օբյեկտ վերածելու արդյունքում։ Իդեպ վաղը Սահմանադրական դատարանը որոշում կկայացնի ընտրությունների արդյունքների մասով, ես չեմ ուզում կանխատեսումներ անել, այս մասին առանձին եթեր եմ ունեցել, ես ընդամենը դիմում եմ ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինքին,
Դուք պատրաստ եք դառնալ համազգային միասնական օրակարգի մասնիկ, թե շարունակելու եք առաջ տանել ձեր անձնական շահերը, փորձելով խաբել ժողովրդին, պայքարի իմիտացիա անելով եւ շարունակելով փաստացի լինել չբեր ընդդիմություն։ Այսօր այսքանը, լավ եղեք, կհանդիպենք։